Հարգելի հայրենակիցներ, սիրելի աշակերտներ, ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գեյների, ռազմագերիների եւ անհետ կորած անձանց թեման ակտիվացնելու եւ խնդիրը Հայաստան-Ադրբեջան գործընթացում քննարկման առարկա դարձնելու համատեքստում։ Թեպետ Հայաստանում մեր հասարակության շրջանում քիչ չեն տարբեր քաղաքական հասարակական միավորները կամ պարզապես ակտիվ նախաձեռնություններն ու խմբերը, որոնք 44-օրյա պատերազմին, դրան հաջորդող ժամանակահատվածում 23 թվականի ադրբեջանական ագրեսիա եւ արցախցիների նկատմամբ ցեղասպանությունից հետո հարցը մշտապես բարձրաձայնել են, ակցիաների տարբեր ձևաչափով քննարկումներից մինչև միջազգային ակցիաներ, սակայն այդ թողոբովի մեջ որպես կանոն բացակայում է պետությունը։ Մի բան է, երբ թեման օրակարգ բարձրացնում եւ միջազգայնացնում է պետությունը, իր ինստիտուտների եւ միջազգային համագործակցության հարթակներն օգտագործելով, լրիվ այլ բան է, երբ որ դա անում են մնացած մյուս ուժերը։ Ադրբեջանը հայ գեյների եւ անհայտ կորածների չափազանց զգայուն հարցը օգտագործում է տարբեր երկրներին ծառայություններ մատուցելու եւ իր համատարմությունը հայտնելու նպատակով։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը տարածաշրջան կարող է որոշակի պրոցեսներ արագացնել, թեման հումանիտար տեսանկյունից քննարկելու եւ խաղաղության լույսի ներքո հանգուցալուծմանը տանելու առումով։ Ցավալիորեն այդպիսի կարևոր եւ հրատապ թեմայի շուրջ ակնկալիքներն ու քննարկումները բացառապես պայմանավորված են այս կամ այն երկրի շահերի, իմիջային հարցերի կամ քմաչույքների հետ, իսկ թեմայի հիմնական շահառուն գործող ռեժիմը, թեև որոշակի պարբերականությամբ երկչոտ, անորոշ, իսկ երբեմն էլ Ադրբեջանը հաճախ տեքստեր է հնչեցնում, սակայն թեման առաջին պլան ակնհայտորեն չի բերում։ Ադրբեջանն օգտագործում է Բաքվի բանտերում գտնվող հայերի թեման, Հայաստանին ագրեսորի, օկուպանտի եւ հանցագործի կարգավիճակի մղելու համար, եւ սա արվում է գործողների անթույլատրելի լռության եւ անտարբերության պայմաններում։ Ադրբեջանական տարբեր ագրեսիաների հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրի պարզումն ու հայրենադարձումը նորմալ կառավարությունների, գործիչների համար պետք է լիներ պատվի եւ արժանապատվության հարց, սակայն նրանց հարազատներն այս դռնից այն դուրն են գնում, դրանք հերթով թակում, սակայն խնդիրը մնում է խիստ անորոշ։ Մարդիկ, ովքեր հայրենիքի համար ծանրագույն փուլում մարտի են նետվել, պետության համար պետք է ունենան բարձրագույն կարգավիճակ, իսկ նրանց զոհվելու կամ անհետ կորելու հանգամանքը պետք է լինի միշտ օրակարգի առանցքում։ Սիրելի աշակերտներ, հարգելի գործընկերներ, ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի այցը Հայաստան եւ նրա հնչեցրած հայտարարությունները պարզապես դիվանագիտական արարողակարգ չէին։ Դրանք հստակ քաղաքական արձանագրում էին Հայաստանը եւ Հարավային Կովկասը Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական ուշադրության կենտրոնում են։ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, ինչպես նաև համագործակցության խորացումը արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտներում վկայում են փոխադարձ վստահության բացառիկ մակարդակի մասին։ Սա այն վստահությունն է, որը տրվում է միայն կանխատեսելի, պատասխանատու եւ ինքնիշխան պետություններին։ Ամերիկյան առաջատար տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստանի էներգետիկ համակարգում էապես բարձրացնում են մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, ստեղծում է տնտեսական աճի նոր հնարավորություններ եւ ձևավորում կայուն զարգացման երկարաժամկետ հիմքեր։ Սա ներդրում է ոչ միայն տնտեսության մեջ, այլև Հայաստանի ինստիտուցիոնալ ուժեղացման, տեխնոլոգիական առաջընթացի եւ միջազգային դիրքի ամրապնդման գործում։ Հայաստանը այս գործընթացներով դառնում է տարածաշրջանային կարևորագույն հանգույց։ Այս հանգամանքը, որ Միացյալ Նահանգները պատրաստ է նման մակարդակի ներդրումներ իրականացնել եւ բարձր տեխնոլոգիաներ փոխանցել Հայաստանին, միջազգային հստակ գնահատական է մեր պետության վարած քաղաքականությանը։ Սա վստահության քվե է Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարական կառավարմանը եւ խաղաղության օրակարգին։ Հարգելի գործընկերներ, սակայն պետք է բաց խոսենք նաեւ մեկ այլ իրողության մասին։ Մինչ միջազգային գործընկերները ներդրումներ են անում Հայաստանի ապագայի մեջ,
Մեր ներսում կան քաղաքական ուժեր, որոնք հետևողականորեն փորձ են անում արժեզրկել այս ձեռքբերումները։ Նրանց համար Հայաստանի ուժեղացումը, ինքնիշխանության խորացումը եւ արևմտյան գործընկերների վստահությունը ոչ թե հնարավորություն է, այլ խնդիր։ Այս նույն ուժերն այսօր լռում են կամ թերահավատարորեն են արձանագրում այն փաստին, որ Հայաստանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր գերտերությունների համար։ Նրանք չեն կարող հաշտվել այն իրականության հետ, որ Հայաստանը այլևս ծայրագավառ չէ, այլ ինքնուրույն որոշումներ կայացնող պետություն։ Այս այցը հստակ բաժանարար գիծ է քաշում։ Մեկ կողմում խաղաղության, զարգացման, տեխնոլոգիական առաջընթացի եւ ինքնիշխանության ուղին է, մյուս կողմում վախի, կախվածության, հետընթացի եւ անցյալի քաղաքական մտածողության ճահիճը։ Մեկ րոպե։ Մեկ րոպե չի կարող լինել, որտեղ ամբողջ ելույթը 3 րոպե է, ավարտեք։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, վերջին շրջանում պատեհ եւ անպատեհ բոլոր առիթներով ԿՊԱ-կանների շահարկման նյութ է դարձել իրենց կողմից մեծ ձեռքբերում հորդորժող խաղաղությունը։ Տրամաբանական հարց է առաջանում. ինչ խաղաղության մասին է խոսքը մի պետության հետ, որը ոչ մի րոպե չի դադարեցնում իր թշնամական վարքագիծն ու վերաբերմունքը մեր նկատմամբ։ Արդյոք խաղաղասիրական քայլ է հայկական հողերը օկուպացված պահելը, Արցախի էթնիկ զտումն ու արցախահայության վերադարձի իրավունքը շրջանցելը, թե Բաքվի բանտերում գտնվող մեր գերիների նկատմամբ վերաբերմունքն է դիտարկվում խաղաղասիրական քայլ։ Այսինքն ԿՊ-ի համար այդ ձեռքբերումը էթնիկ զտման հետ հաշտ լինելն ու ազգային արժանապատվությունը շրջանցելն է։ Չէ որ պարզից էլ պարզ է, որ Բաքուն ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական վերնախավին է դատապարտում, այլև մեզ բոլորիս է դատապարտում։ Մեր 30 տարիների ունեցած ձեռքբերումներն ու պարտությունն է դատապարտում։ Մեր արժանապատվությունն է դատապարտում։ Ամենօրյա ռեժիմով հիշեցնում են, որ շուրջ 1 տարի է սահմանին կրակոցները լռել են, եւ փառք Աստծո, որ լռել են։ Իհարկե պետք է լռեին։ Չէ որ ԿՊ-ն Ադրբեջանին տվել եւ տալիս է այն, ինչ վերջինս պահանջում է։ Զիջողականության եւ պարտվողականության ճանապարհով եւ նման պայմաններով ձեռք բերված այս ամոր վիճակը խաղաղություն եւ ձեռքբերում համարելը, առավել եւս դրանով հպարտանալը առնվազն տկարամտություն է։ Իսկ լռել են արդյոք կրակոցները սահմանից այս կողմ։ Գրեթե ամեն օր մենք ականատես ենք լինում դաժանության եւ բռնության դեպքերի երկրի ներսում։ Ընդամենը մի քանի օր առաջ հերթական 2 սարսափազդու դեպքը գրանցվեց բանակում։ Խմբակային դաժանցեց պայմանագրային զինծառայողի մահ։ Միթե կարող է խաղաղություն բերել մի ուժ, որը հրահրում է ներազգային թշնամանք եւ անհանդուրժողականություն։ Սիրելի հայրենակիցներ, այս կասկածելի եղբայրության եւ բարեկամության գինը հրաժարումն է մեր ինքնությունից, մեր եկեղեցուց, մեր մշակույթից, մեր ազգային արժեքներից, իսկ վաղը գուցե նաեւ մեր ազգանունից։ Խաղաղությունը իհարկե չի կարելի մերժել, բայց եւ չի կարելի ընդունել խաղաղության անվան տակ ծվարած պարտվողականությունն ու զիջողականությունը։ Խաղաղությունը չպետք է զուտ խոսքով լինի։ Իրական խաղաղությունը պետք է հիմնվի ուժեղ պետության, ինքնիշխանությունն ու արժանապատվությունը չոտնահարող հստակ կարմիր գծերի եւ ազգային համախմբման վրա։ Հայաստանի քաղաքական դաշտով անցավ եւս մեկ անջրպետ, ու Հայաստանում հստակ առանձնացան 2 քաղաքական էություններ։ Անցյալի ու ապագայի քաղաքական էությունները։ Ապագայի քաղաքական էությունը իրենով նշանավորում է ամերիկյան 4 միլիարդ դոլարի ներդրման հեռանկարը արհեստական բանականության լաբորատորիայի կամ գործարանի առումով։ Ապագայի հեռանկարը իր հետ խորհրդանշում է ամերիկյան արտադրության հետախուզական դրոնները։ Ապագայի հեռանկարը իր հետ խորհրդանշում է տարբեր գործընկերներից, աշխարհի առաջատար ռազմարտունաբերող երկրներից գնվող ու գնված արդեն իսկ զինվորական ռազմական տեխնիկան։ Իսկ ինչ է հենց այդ պահին ուրվագծում անցյալի խորհրդանիշը կամ անցյալի քաղաքական ուժերի էությունը։ Ժեշտի բանկաներ սահմանին 90-ականներին շատ պոպուլյար քաղաքական խոստումներ, պոպուլիստական խիստ ու Հայաստանի ժողովրդի հետ կապ չունեցող խոսույթ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն վաղուց հաղթահարել են 90-ականները, հաղթահարել են 2000-ականները ու հաղթահարել են 2010-ականները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այլևս պետք չի դրսից
այն հայտնի մի հատ կերպար կար, Հայաստանի քաղաքական դաշտում բարբերաբար արկայծել է, սովորաբար Ռուսաստանից զուտ ուղղակի սովորաբար Ռուսաստանից է եղել, սովորաբար Ռուսաստանից կոժից կուրտկով եկած ինչ-որ մեկը, ով ժողովրդին խոստացել է, որ ժողովրդի ձեռքը գործ չկա, եկեք մարդկանց գործ տանք աշխատենք, տենց խալոպի պես վերաբերվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիմա ապրում են մի երկրում, որը փաստացի առաջատար է մի շարք ոլորտներում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապրում են մի երկրում, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են խոպան։ Գալիս են որպես աշխատանքային էմիգրանտ։ Ու սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնում են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնում են, որ իրենց երկիրը այս պահին ձեռք է բերում ամերիկյան արտադրության հետախուզական դրոն։ Ամերիկյան արտադրության հետախուզական դրոն։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողանում են սա համադրել ու հասկանալ անցյալի ուրվականի հետ, թե ինչ կա տարբերություն որպես այդպեսին, որովհետև երբ որ խոսում ենք ամերիկյան արտադրության հետախուզական ԱԹՍ-ի մասին, չենք խոսում դրա մասին տոննայով, օրինակ ոչ մեկս չգիտի թե քանի կիլոգրամ է կշռում այդ կոնկրետ դրոնների խմբականակը, բայց նախկինում, երբ որ Հայաստանի Հանրապետության նախկին անցյալի ուժերը բերում էին ինչ-որ մի բան, ասում էին բերել ենք 10,000 տոննա չգիտեմ ինչ, որտեվ իրոք չգիտեմ ինչ խառը մետալալոմից ինչ հասցրել, լցրել են բագաժնիկը, բերել են, կամ ինչ հասցրել, լցրել են բեռնատար ինքնաթիռ ու բերել են։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն անվերադարձ մտել է ապագայի զարգացման ու խաղաղության դարաշրջան, ու նրան ոչ մեկ այլևս չի կարողանալու հետ քաշել։ Շնորհակալություն։ Հասմիկ Հակոբյան, պատրաստի Ալխաս Ղազարյանը։ Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, նկատել եք, որ 3 ամբողջ օրը ընդդիմադիր չակերտավոր հայրենասերները մատները խաչարած սպասում էին գոնե մեկ պրոբլեմի։ Գոնե չժպտավեն սը, գոնե դրոշը դրված չլինի, կամ դրված լինելուց գոնե թարս դրված լինի, կամ գոնե այլ մոլորակայիններ իջնեն, են էլ, այդպես էլ չգտան, որ շահարկեն։ Բայց մինչև այլ մոլորակայինների գալուստը իրենց մանր-մուներ արբանյակներին արդեն քսի հրահանգ էին տվել։ ԱՄՆ-ն Ադրբեջանին զենք է տալիս, իսկ մեզ ընդհանրապես խոստում ասողներ։ Անգամ Ծիծեռնակաբերդից Միացյալ Նահանգների փոխնախագահի լուսանկարը Photoshop համարողներ գտնվեցին։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ սրանք ամիսներ շարունակ քիչ է մնում խմբեր ձևավորեին ու գնային Թեհրան համոզելու, որ Հայաստան Միացյալ Նահանգներ համագործակցությունը Իրանի դեմ է։ Մի խոսքով ողջ գիշեր ձվի մեջ մազ մանեկողները գտան թարգմանչական մի վրիպակ։ Արագ-արագ հանեցին սմարթֆոնները ու հիշեցին, որ իրանք էքստրասենսներ են, ու կոնսպիրոլոգիաները սկսվեց։ Թե բա իշխանությունն է հատուկ սխալ թարգմանել տվել Վենսի խոսքը։ Էն էլ պարզվեց շուտ էին ուրախացել։ Թարգմանիչը հաշվի չէին առել, որ ամերիկյան կողմից էր բերված։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը դժվար իր ելույթն ուղարկել աշխատակազմին, որ մենք էլ իմանայինք ինչ է խոսելու եւ դրա հիման վրա սխալ թարգմանություն կազմակերպեինք։ Իսկ ասեք ինչից են սենց խրտնած ընդդիմադիրները։ Միգուցե J.D. Vance-ի հետևյալ նախադասությունից, որ Միացյալ Նահանգները ոչ միայն խաղաղություն է Հայաստանի համար կերտում, այլև բարգավաճում Միացյալ Նահանգների հետ միասին։ Թե այն նախադասությունից, որ Հայաստանը այն քիչ երկրներից է, որտեղ Միացյալ Նահանգները բավականաչափ վստահություն ունի ներդրումներ կատարելու համար։ Թե բարձր տեխնոլոգիական ոլորտում, խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում համագործակցությունն է խրտնացրել նրանց, որոնք տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներ են նաև նշանակում։ Միայն գիտեք, որ արհեստական բանականության տվյալների բազայի ծրագրով ամերիկյան ներդրումները կարող է հասնել 4 միլիարդ դոլարի։ Սա րոպեներ առաջ Վենսի տված ասուլիսից հատված եմ մեջ բերում։ Իսկ միգուցե այն հայտարարությունն է խրտնացրել, որ Միացյալ Նահանգները 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական եւ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներ են վաճառելու Հայաստանից։ Բայց ասածս ինձ լսող ընդդիմադիրների համար չէ։ Նրանց էշը կապրոնից է։ Ինչպես նախորդող 4 տարիներին, այնպես էլ այսօր ու վաղը շարունակելու են խաբել ու մանիպուլացնել հասարակությանը եւ ոչ մի անգամ դրա համար ներողություն չխնդրել։ Ասածս արդեն դրա դեմ իմունիտետ ձեռք բերած մեր քաղաքացիներին է ուղված։ Եվս մի 4 ամիս դիմանալ է պետք սիրելի հայրենակիցներ։ Եվ
ուզում եմ վստահորեն ասեմ, որ ամեն ինչ ոչ միայն լավ է լինելու, այլև լավ է եւ խաղաղությունն այլ ընտրանք չունի։ Շնորհակալություն։ Ալխաս Ղազարյան։ Միջին ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից հետո բանը ասֆալտը ինչ ենք մենք ասֆալտը սիրում ի վերջո, որովհետև ասֆալտը դա տենց այդ բառը խանդաղատանքով է պետք է արտասանել, հետևաբար այդ ասֆալտը բան չի, այն ասֆալտը չի, միջին ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից հետո Սիրելի հայրենակիցներ, ինչպես լսեցիք Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունն էր, որ մեծ ուրախությամբ եւ մեծ հրճվանքով խոսում էր ասֆալտի մասին, ասֆալտի դերի նշանակության մասին։ Ես ուզում եմ խոսել մեր ճանապարհների անորակ ասֆալտապատման մասին։ Ուզում եմ խոսել այս օրերի ընթացքում Երևան քաղաքում խայտառակ ճանապարհների մասին։ Ուրեմն ինչ են ասում իշխանությունները։ Իշխանություններն ասում են դե ասֆալտը, բայց պարզվում է որ ասֆալտ չի, ժողովուրդ, ասֆալտ չի։ Ասֆալտ չի, քիչ չի։ Մի հատ էլ այն միլիարդավոր դրամները, որ մեր հարկատունները վճարում են ասֆալտ անելու համար, մսխվում են այդ փողերը։ Մսխվում են բարիս բուն իմաստով։ Ես հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել ասֆալտապատման աշխատանքների մեղմ ասած ոչ բարվոք վիճակ։ Ոչ հաստությունը, ոչ խորությունը, ոչ որակը հեռու են այն ստանդարտներից եւ այն նորմերից, որոնք կատարվի։ Դուք պատկերացրեք, եթե 1-2 սանտիմետր եւ դա ապացուցված փաստեր են, 1-2 սանտիմետր խնայեն, թույլ կտակ խոսենք, կներեք, որ ձեզ խանգարում ենք։ Այն 1-2 սանտիմետրը, որը որ այսպես ասած եւս են անում, դա միլիարդավոր դրամներ է, սիրելի հայրենակիցներ։ Հիմա ինչ են ասում դե այդ ասֆալտն էլ քանդվել է, որովհետեւ աղ ենք շախտվել։ Չկարող է աղի տեղը դուք շաքարավազ եք շախտվել, որովհետեւ անձրևից հետո հալում է։ Եվ զարմանալի է, էլի, աշխարհում գրեթե մի տեղ չկա, որ ասեն, որ աղ շախտալուց հետո, իբր աղ շախտալուց հետո նման խրամատներ կարող են առաջանալ եւ մեր հայրենակիցները այդ խրամատների մեջ ընկնելով անհասանելի են դառնում։ Մեր քաղաքացիները անգամ հումորներ են անում, ասում կարող եք փոսերի մեջ ջուր լցնեք եւ ձուկ պահեք։ Ավելին են գնացել, հիմա ճանապարհների վրա տարբեր տեսակի, այսպես ասած, արգելապատնեշներ են դնում։ Անվադող, հին սառնարան, ծառ եւ դրա լուսանկարները իմ մոտ կա, ցավոք չեմ կարողանում ժամանակս չի հերիքում, որ մանրամասը ներկայացնեմ։ Եվ սրա հետևանքներով հազարավոր մեր հայրենակիցներ վթարվում են եւ այդ վթարման հետևանքով ստանում են մարմնական վնասվածքներ։ Ավարտում եմ խոսքս։ Սիրելի հայրենակիցներ, ձեր հարկերի հաշվին միլիարդավոր դրամներ մսխվում են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, սրանից 5 տարի առաջ խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ ես այս ամբիոնից ասում էի, որ աշխարհը խառն է, տեկտոնական, աշխարհաքաղաքական, պլիտաները շարժվում են եւ որպես կանոն փոքր պետությունները նման իրավիճակներում վտանգված են, պետք է զգույշ լինենք, շրջահայաց լինենք, խոհեմ լինենք, 4 կողմը նայենք, 7 չափենք, 1 կտրենք եւ այլն, եւ այսօր ես կարող եմ ասել, որ մենք 7 չափել, 1 կտրել ենք, զգույշ, շրջահայաց, խոհեմ ենք եղել եւ դրա շնորհիվ այսօր այդ փոթորկից Հայաստանը, մեր պետությունը հանել ենք խաղաղ ջրեր, հաստատել ենք խաղաղություն։ Այսօր ի տարբերություն այն ժամանակների եւ ի տարբերություն սրանից մի տարի առաջվա ժամանակների, ոչ թե քննարկվում է թե պատերազմը կլինի վաղը, թե մի շաբաթից, թե մեկ ամսից, այլ քննարկվում է թե որ պետության Տեսեք ինչ ընտրում, որ պետության միջուկային ռեակտորը պետք է առնենք, ամերիկյան, հարավկորեական, չինական, թե ֆրանսիական, թե շվեդական, թե ռուսական։ Ինչքանով պետք է առնենք, քանի մեգավատանոց պետք է, հələ հաշվենք, ինչքան կազմի սակագնի վրա։ Այ մեր քննարկումները, տեսեք որտեղից ուր են հասել։ Այսօր, ավելի ճիշտ 3, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Հայաստանի Հանրապետությունում, Երևանում հայտարարում է հետևյալը. Հայաստանն այն քիչ երկրներից է,
որտեղ մենք բավականաչափ վստահ ենք այս մակարդակի ներդրումներ կատարելու եւ այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու համար, եւ դա տեղի ունենում վարչապետի առաջնորդության շնորհիվ։ Ու այս հայտարարությունից հետո մարդիկ հարցնում են ոնց, հələ պետք է վճարենք այդ տեխնոլոգիաների համար։ Սա абսուրդ մեկնաբանություն է։ Ամերիկայի միած աշխարհի առաջին իր հզորությամբ, իր ներուժով, տեխնոլոգիական գերտերության եւ ընդհանրապես գերտերության փոխնախագահը, այն որ ընդդիմախոսները սնայից մի տարի առաջ ասում են, չէ, ինքը կապ չունի Ամերիկայի արտաքին քաղաքականության հետ, կապ չունի, այդ ուղղակի նկար է, այտենց նկարվել է վարչապետը, որ PR անի։ Իրար հերթ չտալով նամակ են գրում, նամակը որ գրում են, անգլերենները բացվել է մի, գրում են էջերով ավետարաններից, բաներից, մեջբերումներով, այո որ կապ չունի, եք այդ նամակները գրում այդ մարդուն։ Вообще կապ չունի այդ մարդը, հա։ Հիմա ասում են ոնց, ատոմակայանի համար դեպի փող տանք մենք, չեք նվիրելու մեզ ատոմակայան, չհասկացանք։ Տրիփն են սարքում։ 74% բաժնեմասուններն են մունատ գրում, ոնց թե։ Մենք նվեր եք անում, հələ 74%-ը մենք չբաժնեմաս եք ունենալու, абսուրդ։ Ասում եմ արդեն Հայաստանը դառնալու է տարածաշրջանային տնտեսական հանգույց, թե հենակետ, եթե հենակետ։ Դա չեն լսում մարդիկ, լավ ինչ են ուզում մեր ընդդիմախոսները, ինչ են ուզում, սիրելի հայրենակիցներ, խաղաղությունը հաստատված է և այդ խաղաղությունը պետք է պաշտպանել և առաջիկա ամիսներին մեզ սպասվում են շատ դժվար ժամանակներ, քարոզչական հարձակումներ, հիբրիդային հարձակումներ, բայց ես համոզված եմ, որ հունիսի 7-ին դուք կպաշտպանեք այս թվարկած բոլոր ձեռքբերումները։ Շնորհակալություն։ Ուրեմն Էդուարդ Աղաշյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, գիտեք ինչի վրա է ծիծաղում քիչ առաջ։ Երեկվա մամուլի ջղաձգումները տեսնեինք, թե այսօրվա Գյումրու խնդիրները, ասֆալտի խնդիրները։ Ուրեմն երեկվա օրը բարի չէր մեր ընդդիմադիր որոշ գործիչների համար, որոնց մտածելակերպը շրջափակված է ծայրագավառական մտածողությամբ մեջ, մրցույթ էր հայտարարված, ով ավելի հիմար բան կասի Վենսի այցի հետ կապված։ Ուրեմն այսօր մամուլի տեղեկանքն եմ նայում երեկվա եւ այսօրվա եւ կուզեմ տես ցիտեմ էլի ուղղակի այդ մտածողության սահմանափակ լինելու մի քանի տես գոհարներ։ Մեկը ասում է քունքներից դեռ զենք է պահած, խաղաղություն հաստատված չէ, Վենսի այցով հնարավոր ռազմագործողությունները հետաձգվում են, բայց չեն վերանում։ Մյուսը ասում է Թրիփի ծրագիրը գրվել է Թել Ավիվում, հետո այլ շահառուներ կարող են լինել։ Հաջորդ ավելի կարկառուն ներկայացուցիչներից մեկը ասում է, իսկ գուցե այլ բանի համար են 5 միլիարդ փող տալու, օրինակ Սյունիքի։ Երրորդը ասում է, այնինչ իրականացվում է պանթուրքիստական ծրագիր է, Փաշինյանը միշտ էլ միջանցքային տրամաբանությամբ է շարժվել։ Հաջորդը ասում է, եթե այս անգամ ԱՄՆ փոխնախագահը չայցելի Էջմիածին, ակնհայտ կլինի, որ այս ուղղությամբ ՀՀ իշխանությունները հատուկ աշխատանք են տարել։ Ավելին այնքան են առաջ գնացել, Մայրաթորին հարցում են ուղարկել, արդյոք ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը այցելել է Կտրիչ Ներսիսյանին, թե ոչ, Մայրաթորն էլ պատասխանել է տեղակ չենք, արդյոք իշխանությունները ներազդել են դրա վրա, թե ոչ։ Մյուս մասը էլի մտահոգություններ են հայտնում, Թրիփի ամերիկյան մասում ադրբեջանական կապիտալ կարող է ներգրաված լինել, թե ոչ։ Որ ուզում եմ մի փոքր ապաշրջափակենք էլի այս ծայրագավառական մտածողությունը։ Զուտ հարց քաղաքացիների պարզաբանման համար։ Այս արհեստական բանականության ոլորտում ներդրումները, 4 միլիարդ ներդրումը, Nvidia-ի չիպերի արտահանումը, բարձր տեխնոլոգիաներում համագործակցությունը, ապաշրջափակումը Հայաստանի Հանրապետության, ձեր երկրի համար չի արվում, ձեր համար դա դրական չի, էներգետիկ գործընկերությունը ձեր երկրի համար չի, ռազմական պաշտպանության և սպառազինության մատակարարումները ձեր երկրի համար չի, իսկ կարող է Հայաստանի Հանրապետությունը ձեր երկիրը չի։ Այդ հարցին կուզենամ զուտ պատասխանեք։ Եվ գիտեք, ամենահետաքրքիրը որն է, եւ այս ընթացքում ցանկացած ընդդիմադիր մտածողությամբ մարդու հետ շփվելիս ես մի արտահայտություն եմ անում, որը կուզեմ ձեզ էլ ասեմ։ Ուզում եք իջնեք, թռնեք օդ, երկինք, իջնեք ներքև, մեկ է, այս կառավարությունն է բերել ձեզ եւ ձեր երեխաների համար խաղաղություն։ Շնորհակալություն։ Ես նույնպես միանում եմ պարոն Աղաջանյանի կոչին
4 ամիս դիմացեք եւ վերջականապես փակեք մեր պատմության այս ամոթալի էջը ուղարկելով պատմության արխիվ։ Եվ քանի որ պարոն Աղաջանյանի մոտ նստեց պարոն Եղոյանը, ափսոս պարոն Եղոյան, որ 5 տարի առաջ չլսեցին ձեզ, որ աշխարհը ցուրտ է եւ խաբուսիկ է։ Եվ իրոք պետք է նավարկել, որ այս տեկտոնական սալերի արանքում չհայտնվենք, որովհետև 5 տարի առաջ այսօրը դեռ փետրվարի 10-ն է, իսկ այդ ձեր զգուշացումից մի քանի ամիս հետո ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստան, Սոտքի եւ Խոզնավարի հատվածում եւ մինչեւ հիմա անդե վերընկած են։ Իսկ 22 թվականին ներխուժեցին Ջերմուկ, ճիշտ է գլխաշտաբի պետն ասում էր, հեսա կփակենք այս սոված կմնան, ինչքան կարան խոտ արածեն կգնան տուն, մինչև հիմա այնտեղ վերընկած են, այ որ ձեզ լսեին, տենց բան չէր լինի, հենց որ ափսոս, պետք է ձեզ լսեին։ Սիրելի հայրենակիցներ, որևէ մեկը չի ասում, որ ամերիկյան հարաբերությունները դինամիկ աճ չեն արձանագրում եւ օրստորե նոր հաջողություններ չեն արձանագրում։ Վերջ-վերջը ամենամեծ ամերիկյան ներդրումը Contour Global-ը եղել է մոտ 10 տարի առաջ, 15 թվականին առևտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիր է կնքվել, բայց ամեն ինչ պետք է իրական լույսի ներքո ներկայացնել։ Խոստումն ա եղել պոտենցիալ մինչեւ 4 միլիարդ։ Մինչև 4 միլիարդ, միացյալ բանից բացի դեռ 5 տարի առաջ Եվրամիությունն էր, Եվրախորհուրդն էր ասում, չէ, 26 միլիարդ։ Հիմա փորձում ենք հասկանանք այդ խոստման արդյունքը ինչ է, տենց էլ հասկանալի չի։ Այդ ասում ենք դա պոտենցիալներ այդքան։ Հետո հիշում եք Մասդար ընկերությունը 400 մեգավատանոց խոշոր ներդրումները, ինչքան եղան, բան եղան։ Պրոցեսը իհարկե կարևոր է, ինչպես կասեր Պորուկչիկ Ռժևսկին, բայց պրոդուկտը այս պարագայում շատ ավելի կարևոր է, որը կապրենք կտեսնենք։ Հիմա ասում եք թրիփը սարքում են 74%, այդ որտեղ է նշված, որ համամասնություն պետք է լինի, համամասնության արդյունքում ինչքան մասհանում պետք է լինի։ Այստեղ խոսք գնաց ինժեներական քաղաքի մասին, ձեր գործընկերներ ասում սեպտեմբերին ինժեներական քաղաքը կշի վերսկսվի շինարարությունը։ Ինժեներական քաղաքը նայեք համաշխարհային բանկի վարկը երբ էր վերցվել, երբ պետք է ավարտվեր։ Դե ձեր գործընկերուն որ տեսնեք, ասեք։ Դե ինչ կասեր ինքը պետք է ասի, չգիտեմ, ես մեղք չունեմ։ Եվ վերջը primaries-ի մասին, շուրջ, իջեք այդ Իչեք, մի քիչ մեղմեք, աշխարհը ձեր շուրջը չի պտտվում, նոր մշակույթ եւ այլն։ 2008 թվականին primaries-ի առաջի փորձը մենք ենք արել։ Գոնե ասեք, ձեզ նայեցինք, սովորեցինք, թե չէ ինչքան կարելի է ասել, լավա չասեցիք, Միչուկա ատոմի մենք ենք ճեղքել եւ ստացել ենք էներգիա։ Շնորհակալություն։